Գեներալ-մայոր Ալի հərbi rütbəsində xidmət etmiş David Manukyan Բաքվի ռազմական դատարանում 3 հարձակնվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեկ այլ ներկայացուցիչ, այս անգամ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ով դաշնակցական պատգամավոր Գեգամ Մանուկյանի եղբայրն է։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը 2023-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո սեպտեմբերի 27-ին էր առևանգվել ադրբեջանցիների կողմից։ David Manukyan sizi qondarma rejimin 5-ci Միջազգային կառույցների եւ անկախ լրատվամիջոցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին տեղեկություններ է փոխանցել պետական ազերթաճ գործակալությունը, նշելով, թե Մանուկյանն ասել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին մասնակցել է Դաշնակցության գումարտակի կազմում, կռվել է Աղդամում եւ Քելբաջարում, հետագայում արդեն եղել է դասակի ու դիվիզիայի հրամանատար, ապա ղեկավարել է Շուշիի գումարտակը։ Մարտակերտում զինվորական զորամաս ղեկավարելիս նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն պարգևատրել է մարտական խաչ 2-րդ աստիճանի մեդալով։ Ապա ինչպես ազերթաճն է փոխանցում, Դավիթ Մանուկյանն ասել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ։ Բարձրաստիճան զինվորականն ասել է, որ այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հրահանգներ է ստացել պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանից։ Արդեն 44-օրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակում կրճատումներ են տեղի ունեցել։ Մանուկյանը չի մանրամասնել, թե ինչու։ Ամեն դեպքում նշել է, որ 2021 թվականին իրեն բանակից ազատել են Հայաստանի նախագահի հրամանագրով։ Ադրբեջանցի մեղադրող դատախազը երեկվա դատական նիստին հետաքրքրվել է, թե ինչպես եւ որտեղից էին Արցախի պաշտպանական բանակում նշանակումներ կատարվում, ինչպես եւ որտեղից էին աշխատավարձեր տրվել, զինվորական կոչումներ շնորհվել, զենքերը որտեղից են ստացել եւ այլն։ Ըստ ազերթաճի Դավիթ Մանուկյանն ասել է, որ Արցախի նախագահը Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու իրավունք չուներ։ Հայաստանի նախագահն էր այդ նշանակումներն անում կամ կախված կառավարման համակարգից պաշտոնատար այլ անձ, իսկ զենք զինամթերքը ստացել են Հայաստանից։ Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ սահմանից հեռու գտնվող ադրբեջանական տարածքների հրթիռակոծությանն, ապա Արցախի պաշտպանական բանակի հրամանատարի տեղակալն ասել է, որ տեղյակ չի եղել այդ մասին, այդ իրադարձություններին ծանոթացել է ավելի ուշ։ Vüsal Abdullayevin sualına cevap olarak bildirdi ki Ադրբեջանցի դատախազը գեներալ-մայորից նաև հետաքրքրվել է Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Մանուկյանը պատմել է, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը 2023-ի սեպտեմբերի 27-ին հայտնվել իր մեքենայում, ապա ձերբակալվել իր հետ միասին Հակարիի կամրջի վրա։ Բարձրաստիճան զինվորականն ըստ ազերթաճի ասել է, թե Արցախի հայաթափության օրերին, երբ բոլորը լքում էին իրենց տները, մեկնելուց առաջ Ռուբեն Վարդանյանին հարցրել է, թե ինչպես է նա մեկնելու։ Վարդանյանը ուսերն է թոթվել, ապա հարցրել է. արդյոք Մանուկյանի մեքենայում տեղ կա։ Նա ասել է, որ հարևանն է ուզում իր հետ գալ, բայց հետո կնոջը զանգահարել ու տեղեկացել է, որ հարևանի տղան արդեն մեքենա է գտել, որից հետո առաջարկել է Ռուբեն Վարդանյանին իր մեքենան նստել։ Ավելի ուշ արդեն իրենց կանգնեցրել են Լաչինի անցակետում։ Իդեպ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ում գործը Ադրբեջանն առանձնացրել է Արցախի մյուս ղեկավարների գործից եւ մեղադրվում է մի քանի տասնյակ ծանր հանցանքների մեջ, անցած ամիս Բաքվի բանտից ուղարկած իր հեռախոսային ձայնագրության մեջ հատուկ անդրադարձել էր այս դրվագին, հաստատելով ավելի վաղ մամուլում շրջանառվող այն լուրերը, որ եթե Վարդանյանը այդ պահին չլիներ Դավիթ Մանուկյանի մեքենայում, ապա նա այժմ կլիներ կնոջ Ալվարդի կողքին եւ ոչ թե Բաքվի բանտում։ Վարդանյանը հեռախոսազրույցում նշել էր, որ իրեն մեծ ցավ է պատճառում այդ հանգամանքը, ինչի համար ներողություն էր խնդրել։ Отдельно хочу сказать про одного человека, который для меня, к сожалению, большая боль здесь самая тяжелая, это Пит Алвард. Ալվարդ, եթե ես չլինեի ձեր մեքենայում, ձեր ամուսնու կողքին եւ ձեր հետ, նա հիմա ձեր հետ կլիներ։ Ներեցեք ինձ, սա իմ համար ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով եւս մեկ մարդ տարապում է այստեղ, ձեզ հետ միասին։ Наказание, что из-за меня еще один человек страдает здесь вместе с нами, со всеми. Արդեն իսկ հարցակնվել են նախագահներ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը, պաշտպանական բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ազգային ժողովի նախագահ դաշնակցական Դավիթ Իշխանյանը։